Ընդհանրապես համընդհանուր հայտարարագրումը տարբեր երկրներում, որտեղ այն կիրառվում է, համարվում է դուք անգամ պարզ որոնումը ցանկացած համակարգում ամենապրիմիտիվ, որ մարդիկ կարող են օգտվել ու տեսնել, ցույց կտա, որ խոսքը գնում է հարկային բերի, ուրեմն, այսպես ասենք, հարկային եկամուտների ավելացման կամ ավելի ճիշտ համընդհանուր հարկման համակարգի նախադրյալ հանդիսանալու մասին։ Երբ պարոն Արամյանը կամ Բաչե Գաբրիելյանը կամ այլ տնտեսագետներ հարգարժան բանախոսներ այս թեմային անդրադառնում են տնտեսագիտական տեսանկյունից, իրենք շատ պարզ մեկ այլ տրամաբանություն են սրա մեջ դնում։ Այո, այսինքն կամ աշխատավարձն է հարկում, կամ եթե ընդունված է համընդհանուր ուրեմն հայտարարագրման գաղափարը, դա արվում է եկամուտները հարկելու համար։ Օրինակ, ինչպես Ֆրանսիայում կամ, չգիտեմ, Միացյալ Նահանգներում հարկվում են ընդհանուր եկամուտները, որը անձը ստանում է։ Երբևէ այդ բանախոսները, երբևէ նման մտայնություն, եթե ունեցել են, խոսքը վերաբերել է պրոգրեսիվ կերպով մարդու եկամուտները հարկելուն, այսինքն մարդը մի քանի տեղից ունի եկամուտ, դա հայտարարագրում է, եւ դու իրեն պրոգրեսիվ ուրեմն եկամտահարկով ես այսպես ասած հարկում, այսինքն եթե օրինակ ինքը 300,000-ը մինչև ստանում, իրեն հարկում ես, չգիտեմ, պայմանական եմ ասում 18%, եթե 300,000-ից 500,000-ը 22% եւ այդպես շարունակ, այսինքն ով ավելի շատ է աշխատում, նա ավելի շատ է վճարում, այս տրամաբանությամբ։ Քանի որ իշխանությունները կամ լղոզված նպատակներ են հայտարարում, կամ իրականում իրենց հայտարարած նպատակը եւ գործիքակազմը եւ այն հայտարարագրի տեսակը, որ իրենք դրել են իրար չեն համապատասխանում, մարդկանց մոտ առաջանում է օբյեկտիվ մտավախություն, որ նույնիսկ կարող է ինչ-որ մի փուլում այո, սա վերջի վերջո հանգեցնել հարկման, ես մի առիթով արդեն հրապարակային արտահայտվել եմ, որ ի վերջո վերջնական նպատակը պիտի լինի հարկումը, բայց եթե հարկումը չէ, ապա սա շատ ավելի հեռուն գնացող եւ շատ ավելի վտանգավոր ուրեմն երևույթ է դառնում։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը որպես նպատակ իր առաջ եթե չունի հարկային բեռի ավելացումը, ինչպես աշխարհի տարբեր երկրներում է, ապա ինքը դառնում է անձնական տվյալներ հավաքագրելու եւ դրանք ինչու ոչ իջարս գործադրելու գործիք։ Բանկային գաղտնիքի մասին երբ ասում եք, իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ մենք հասանելիություն չենք ունենալու, միայն օրինակ տարվա ընթացքում շրջանառությունն ենք տեսնելու, նկատի ունեմ ՊԵԿ-ը։ Եվ եթե կա ինչ-որ կասկածելի բան, միայն այդ դեպքում դիմելու են մարդուն, քաղաքացուն, որպեսզի բացի իր տվյալները։ Հիմա բայց դա ինքնին արդեն հենց դա էլ նշանակում է, նայեք, չկան սա զսպող մեխանիզմներ։ Դրա սկսենք նրանից, որ եթե մի փոքր ավելի իրավական տեսանկյունից դիտարկենք, այստեղ նույնիսկ կարող է ինչ որտեղ հակասահմանադրականության հարց նույնիսկ առաջանալ, քանզի երբ կա կասկած, դու այդ գործիքները օգտագործելով, այսինքն եթե կա կասկած, պիտի դիմես քաղաքացուն, հետո եթե քաղաքացին չհամաձայնվի դիմես դատարան, ի վերջո դու ունեիր դատարան դիմելու հնարավորությունը ի սկզբանե, կարող էիր այդ քո կասկածները իրականացնել ու գնալ պոտենցիալ իրավախախտ քաղաքացու ետևից, բայց երբ որ դու համատարած կերպով բանկային տարեսկզբի ու տարեվերջի այդ ուրեմն իրենց տեսնում ես մնացորդները եւ այլն ու հետո մի հատ նստում եք ուսումնասիրում եք, մի հատ նայում եք, բան ինչ կա, բան ինչ չկա, այս մի բանը մի քիչ կասկածելի թվաց, այստեղ գիտեք ինչ տպավորություն է, որ պետությունը դադարել է եւ չի ցանկանում ջանք գործադրել իր պարտականությունները կատարելու համար։ Պետության ներկայացուցիչը, պետական մարմինը ամեն ինչ անում է, որ ինքը մաքսիմալ քիչ բեռ կրի, մաքսիմալ շատ բան բացելով իր առաջ քաղաքացիների հնարավոր տեղեկատվությունից։ Ես հասկացել եմ մի բան, իրենք ուզում են պատժել կոնկրետ խումբ անձանց, որևէ մի հարկատեսակ կամ որևէ մի գործողություն կամ որևէ մի բան չարաշահելու համար։ Եվ օրինակ տասնյակ մարդկանց չակերտներում պատժել բառը, նրանց հարկը բարձրացնելու համար, դա անում են հազարների համար։ Այսինքն իրենց ներողություն եմ խնդրում, իրենց թիրախում մի քանի օրինակ փաստաբանական գրասենյակներ են, ովքեր մեծ թվերի շրջանառություն ունեն օրինակ, հա, կամ մարդիկ են, ովքեր չարաշահում են եւ ձեռնարկատիրական նպատակով օրինակ Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ուրեմն ապրանք են ներմուծում առանց հարկման եւ այլ օգտագործելով այդ շեմերը մեծ բարձր, իրենք նրանց պատժելու համար եղած գործիքները ջանք չթափելու համար միանգամից մի քանի հազարի համար օրենսդրական փոփոխություն են անում ու ասում են
Դե լավ, եկեք հələ բոլորդ մի հատ էս բանով ավելացված արժեքի հարկ պլյուս շահութահարկով։ Անխուսափելիորեն երկու հետևանք է լինելու։ Ա. Բարձրանալու են այս ծառայությունների վճարները սովորական քաղաքացիների համար, ու մարդիկ ավելի դժվարությամբ են որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու գնալու, դրա արդյունքում շատ գումար ունեցողները, հարուստները իրենց սխալը իրավաբանորեն հիմնավորելու ավելի մեծ շանս են ստանալու։ Երկրորդը կանխիկի շրջանառությունը։ Այդպես անընդհատ պայքարել կանխիկի շրջանառության սահմանափակման դեմ ինքը բերելու է կանխիկի շրջանառության մեծացմանը։ Նախորդ օրը չեմ հիշում ով էր Facebook-յան ընկերներիցս մեկը գրել էր, որ մենակ մի ամսվա թե մի շաբաթվա կտրվածքով կանխիկի շրջանառությունը ահռելի տոկոսով բարձրացել է, եւ դա նորմալ է։ Հարկման ընդհանուր համակարգ մտնելը պետք է լինի աստիճանաբար, պատշաճ ժամանակ տալով, մարդկանց գործող պայմանագրերի վրա նորամուծությունը չտարածելով եւ մի շարք այլ, այսպես ասենք, մեղմող միջոցառումներ ձեռնարկելով։ Անցումային, որը չի արվում, ուղղակի այսպես ասենք, չոր ասում են, դե այսուհետ էսպես է, երբ որ մարդուն մղում ես անկյուն, ասում ես այսուհետ էսպես է, ընդ որում ակնհայտորեն սխալ ձևակերպման պես դարվում, թողում ես մարդիկ վնասներով աշխատեն, չեն հասցնում վերաձևակերպեն հարաբերությունները, քաղաքացիների համար ծառայությունների գները ավելանալու են եւ այլն, մարդիկ որոնում են լուծումներ եւ այդ լուծումներն ամենևին էլ ձեր պատկերացրած արդարության կամ իրավունքի տեսանկյունից չեն լուծվում։